Ոստիկանությունը պետության ողնաշարն է, եւ այդ ողնաշարը միշտ պետք է ամուր լինի։ Դա բխում է բոլոր քաղաքացիների շահերից։ Ոստիկանության 108-րդ տարեդարձի առիթով ներքին գործերի նախարարությունում անցկացված կոլեգիայի հանդիսավոր նիստին ընդգծեց վարչապետը, շնորհավորեց անձնակազմին։ Խոսելով անկախացումից ի վեր ոստիկանության համակարգի կայացման փուլերի մասին, երկրի ղեկավարը նշեց, որ դրանք շրջադարձային են եղել իրավակարգի եւ կարգուկանոնի պահպանման ու ամրապնդման համար։ Նիկոլ Փաշինյանը կարևորեց ժամանակին համընթաց դինամիկ զարգացող ոստիկանական համակարգ ունենալը։ Ըստ էության մեր բարեփոխումներով մենք հենց այդ ճանապարհով ենք գնում, բայց նաև երբ որ մենք ոստիկանության ոլորտի բարեփոխումները սկսել էինք, այն ժամանակ դա ֆանտաստիկայի ոլորտից էր թվում, երբ որ մենք մտածում էինք, որ բարեկային ոստիկանություն լինի ամբողջությամբ վերազինված նոր տեխնիկայով, սարքավորումներով, մեքենաներով եւ այլն։ Վարչապետի խոսքով բարեփոխումները լինելու են շարունակական։ Սա վերաբերում է եւ տեխնիկային, եւ օրենսդրությանը, եւ համազգեստին, եւ սպառազինությանը, եւ կարգավորումներին։ Պետության ղեկավարը շեշտեց, համակարգի արդյունավետությունը կախված է ոչ միայն կառուցվածքային փոփոխություններից, այլև յուրաքանչյուր ծառայողի անհատական պատասխանատվությունից։ Բայց այստեղ հաջորդ խնդիրն էլ կա, որը մենք առերեսվում ենք եւ գիտակցում ենք, ոստիկանության աշխատանքը պետք է լինի սոցիալական առումով երաշխիքներ ապահովող, որտեղ ոստիկանության աշխատանքը շատ բարդ աշխատանք է, կապված է եւ ոստիկանության աշխատողի եւ ուրիշների կյանքի եւ անվտանգության հետ, եւ մենք այս բոլոր գործոնները հաշվի պետք է առնենք եւ մենք գնում ենք այս ուղղությամբ եւ այս տրամաբանությամբ եւ մենք պետք է կարծում եմ, որ մենք Հայաստանում ունենք ոստիկանության գործունեության այնպիսի ավանդույթներ, որ այդ ավանդույթների վրա հիմնվելով մենք կարող ենք այս փոփոխությունը անընդհատ ապահովել եւ ոստիկանության Հայաստանի Հանրապետության ոստիկանության ինքնությունը ամրացնել, վերափոխել եւ անընդհատ համապատասխանեցնել ժամանակակից պահանջներին եւ իմ կարծիքով մենք ընթանում ենք այս ուղղությամբ։ Շարունակելով խոսել ոստիկանի անհատական պատասխանատվության եւ առաջնորդության կարեւորության մասին, Նիկոլ Փաշինյանը հավելեց, ոստիկանության բոլոր ծառայողները պիտի ստանձնեն առաջնորդություն։ Եթե ոստիկանը շարքային է, դա չի նշանակում, որ ինքը առաջնորդ չի։ Որտեղ հենց ոստիկանի համազգեստ կրելը ինքնին, դա առաջնորդության նշան է։ Իր պատասխանատվության գոտում, իր չափով։ Եվ երբեք ինքը չպետք է մտածի, դե ուրիշներն են այդ առաջնորդությունը ուրիշները իհարկե իրականացնում են, բայց ամեն մեկը իր չափով։ Եվ ոստիկանության փոփոխությունները հայեցակարգը, ել եմ ասում, հիմա ոստիկանության մասին ինչ ասացի, պետական կառավարման բոլոր համակարգերի մասին կարելի ասել։ Ամփոփելով խոսքը երկրի ղեկավարը եւս մեկ անգամ շնորհավորեց բոլորին ոստիկանության օրվա առիթով։ Ես հավատում եմ ձեզ, հավատում եմ ձեր նվիրվածությանը, հավատում եմ ձեր պրոֆեսիոնալիզմին, հավատում եմ ձեր ներուժին, որ դուք կարողանաք այդ խնդիրները լուծել եւ կկարողանանք այնպես անել, որ ոչ միայն ոստիկանությունը ընդհանուր առմամբ, այլ ամեն ոստիկան ամեն հաջորդ օրվա հետ լինի ավելի պրոֆեսիոնալ, ավելի պատասխանատու, ավելի արդյունավետ, քան երեկ է։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի խոսքով ձևավորված են ոստիկանության բոլոր 4 հենասյունային ուղղությունները, որոնց ներուժը ամբողջ ծավալով առավել քան երբևէ կարևոր է պետականության շարունակականության, խաղաղության ջանքերի ամրապնդման համար։ Մենք ձևավորել ենք դիմակայուն, կուռ համակարգ, այն հստակ գիտակցումով, որ որքան հզոր է Հայաստանի Հանրապետությունում ոստիկանությունը, այնքան հզոր է Հայաստանի Հանրապետությունը։ Այս առաքելությունը պահանջում է ոչ միայն մասնագիտական կարողություններ, այլև բարձր արժեքներ, խիզախություն եւ սկզբունքայնություն։ Եվ այս մեկտեղումն է, որ մեզ թույլ է տալիս արձանագրելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վստահության աճ, ցուցանիշը հասցնելով 61%-ի։ Մենք գիտակցում ենք իսկապես, որ դեռ կան լուրջ մարտահրավերներ, սիրելի ծառայողներ։ Մտածողության փոփոխությունից մինչև համակարգի ավելի կայուն եւ զարգացած աշխատանք։ Սակայն վստահ եմ, որ միասնական ջանքերով, հետևողական ջանքերով, այս առաքելության գիտակցման ճանապարհով կարողանալու ենք հաղթահարել բոլոր խնդիրները եւ լուծելու Հայաստանի Հանրապետության քաղաքացու առօրյա կյանքի որակը բարելավող բոլոր հարցերը։
Տեղի ունեցավ նաև պարգևատրման արարողություն։ Մի շարք ծառայողներ արժանացան հուշամեդալների, շնորհակալագրերի եւ կոչումների, օրինականության եւ հասարակական կարգի պահպանության գործումներ դրած ավանդի, նաև ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած նվիրումի եւ մասնագիտական բարձր պատրաստվածության համար։ Վարչապետը եւ ներքին գործերի նախարարը ծաղիկներ խոնարհեցին ոստիկանության շենքի բակում տեղադրված հուշատախտակին եւ հարգանքի տուրք մատուցեցին հանուն հայրենիքի կյանքը նվիրաբերած ոստիկանների հիշատակին։ Քրիստինե Թորոսյան, լուրեր։